Եկեք, պարոն Ծառուկյան։ Բարև ձեզ։ Ո՞նց է։ Ոնց ու կես է մենք էլ համը լավերին բռնում են։ Բռնում են։ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ այցելել է Արմավիրի մարզ։ Գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ սկսվում են գյուղացիների խնդիրները։ Նրանց առաջարկները լսելու համար ԲՀԿ առաջնորդը ամենաբերքարատ մարզ էր այցելել։ Առաջին կանգառը Շենավան համայնքն է։ Շենավանում Գագիկ Ծառուկյանը նախ հարգանքի տուրք է մատուցում 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած քաջորդիների հուշարձանի մոտ։ Այն կողքի արևանն է, խաղողները էտելա, արդեն քախանն էլ տվելա։ Ալելա տատիցը։ Մարդիկ այսօր կարիք ունեն ուշադրության, երկարաժամկետ ծրագրի, գյուղացին ուրիշ բան չի ուզում։ Պայման հնարավորություն, բոլորից խնդիրն է, կողքի լինենք, մեկը մյուսի մասին մտածի, հնարավորություն ստեղծվի, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքում ապրել, արտագաղթի ճանապարհը մոռանան, անեն, ստեղծեն վայելեն։ Պահածոների գործարանը, եթե աշխատի, գոնե մերեն, այսինքն լավ ապրանքը տալիս ենք ֆուրերին կամ եշադիրեմին, այն վատը կտանենք ընդեղ կհանձնենք։ Ցանկացած չի ծրագրավորած գործ իր արդյունքն էլ ունի, եկամուտն էլ ունի, շահույթն էլ ունի։ Պետք է հասկանան, տիրապետեն, կազմակերպեն, ստեղծեն։ Բարև ասկոս, բարև։ Շատ լավ։ Դու ստեղ ես, Արմավիրի մարզում հաջորդ անակնկալ այցը Ամասյան է։ Մարդիկ այստեղ ջրի խնդիր ունեն։ Գյուղվարկերի տոկոսը բարձր է, բերքի իրացման ժամանակ էլ փաստի առաջ են կանգնում։ Ես գյուղացի մարդ եմ, հող եմ մշակում։ Այո։ Որոգման ջուրը թանկ է։ Այո։ Բուժանուտը թանկ է։ Սայլարկեն թանկ է։ Ասենք ժողովուրդ ջան, քիչ ասենք, որ ասենք էլի։ Թանկ է։ Հիմա մի հատ ասենք ուզում ենք մի հատ տուն կառուցել, մի տղու համար տուն կառուցեն, բայց տանը մի 400,000 փող մուծեն, որ ես իմ սեփական հողանց վրա իրավունք ունեմ տուն կառուցել, ինչի համար չեմ հասկանում։ Մի հատ հոսանք եմ ուզում քաշեմ 300,000 դրամ դիմուզում անեմ էլեկտրոթանցին, որ բերամ մի հատ ոտ տանձի, մի հատ աբոնենտ սարքի։ Մի հատ գազ եմ ուզում քաշեմ, թիվա ցավը տանելու։ Բայց գյուղացին ոչ մեր գյուղմթերքի գները, մթերման գները չեն թանկանում, ընդհանրապես չեն թանկանում, մնում են զրոյականի վրա ամեն ինչը թանկանում է։ Մտնում ես խանութ, թանկացավ, երկրորդ օրը մտնում ես ավելի թանկացավ, չես հասկանում ինչա կատարում։ Եվ ոնց քայլենք մենք դրա հետ։ Վերջ մենք մարդ ենք, չէ՞։ Դրանց պարավարությունը պետք է հաշվի նստի, չէ՞։ Պետք է գյուղնախարարություն լինի։ Եթե այսօր ամբողջ ժողովուրդը սանվում է, սահմանապահում է գյուղացին, գյուղացուն դե պետք է ուշադրություն լինի։ Ես ձեզից մեկն եմ։ Ես այն մարդն եմ, որ ձեր դրության մեջ մտնում եմ։ Պարոն Ծառուկյան, գյուղնախարարությունը պետք է Արմավիրի մարզում նստի։ Այդ դրասենյակը, հա, բայց տարածաշրջանն է արդադրում բերք ու բարիք, որ Ամասյացիները հետաքրքրված են նաև Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի շինարարական աշխատանքների ընթացքով։ Հիսուսի արձանը որ փուլում պատրաստ կլինի, ժողովուրդը դիտում ենք, նայում ենք, դուք մեծ եք, հիմա տեսեք ինչ եմ ասում։ Տակերն ենք, դուք արագ բոլորը ձեր թորներով, ընտանիքով մի հատ քար դնեք, որ դուք էլ ասեք, դա ազգովի կառույց է։ Այս ամեն հարցերը ինչ որ խոսացինք, մի հատ է քաղաքականության հարց խոսակ։ Այդ որ դուք ասում եք գյուղնախարարապետ, բանապետ, առաջ երթին լավ վարչապետ է պետք, լավ ղեկավար է պետք, որ այդ ամեն ինչը ստեղծա։ Ժողովրդի մարդ։ Պետք է այսօր ապագայի վարչապետ։ Երկրի ղեկավարությունը, կառավարությունը պետք է բոլոր ոլորտների, դա կլինի գյուղատնտեսություն, արձանաբերություն, մշակույթ, գրթություն, գիտություն, սպորտ, փոքր ու միջին բիզնես, պետք է հավասար չափ նայի, որ մարդը ուզում է աշխատի, իր տունը նորմալ պահի, գլուխը չկախի, ոչ երեխու առաջ, ոչ կնգ առաջ, ոչ էլ թորան առաջ։ Ժողովուրդը պետք է հարուստ լինի, պետությունը հարուստ լինի, պետք է հնարավորություն տրվի, պետք է մարդիկ կամեցող լինեն, բարի լինեն, նախանշած չլինեն։ Ես նույնիսկ եթե անհատ մարդը կարանի, պետությունը ոնց կարա չանի։ Պետք է մոտենալ, պետք է մարդկանց իրավիճակի մեջ մտնել ու այդ հարցերը կարգավորել։ Կալկտակայանները հանել են, չի գործելու։ Չեն հան։ Ասում են չի իրագործել, օգուտ չի, լավ չի, օգուտ է ժողովուրդ ոչ է, օգուտ է։ Հիմա կարող է վաղը ոչ դու խաղողը լի մթերես, ոչ ասենք խոսքի բերք ունենանք մենք վաճառելու, դա լուրջ խնդիր է, մենք էլի ենք բարձրացել։ Ընդհանուր որոշեր են մենք մարզպետարան ժողով ենք եղել, ասել են հանում ենք, դա էֆեկտային չի։ Ուրեմն մեզ ասեց ապահովագրություն ենք հանե, գնացեք ապահովագրեք, կալկտակայանը հանում ենք։ Եթե ես ապահովագրում եմ էլի, բայց եթե կարկուտը գատանա, լավ պետությունը ինձ տալում է 1 միլիոն հեկտարին, բայց եթե երկիրը բերք չունի, սնունդ չունի ուտելու, փողը ինչ եմ անում ես։
Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած ներքին համերաշխության ու միասնականության գաղափարը նոր երանգ է ստացել գյուղերում։ Զրույցին միացած քաղաքացին հայկական ասացվածքն է հիշում։ Ծառուկյան ջան, որ դու կային ես մեր այս գյուղացիքի կողքին, մենք գերանգը կոտրենք, ցավը տանեն։ Ուրեմն Ծառուկյանը միշտ գյուղացի կողքին է, գյուղը պետք է Ծառուկյանի կողքին լինի, որ Մենք էլ ենք ցանկացած խտի կարգավորենք։ Վարչակա դու խտեր։ Գելեքի մոջախ սուչ Ես կոչամ տանուկած։ Գագիկ Ծառուկյանի հետ անմիջական զրույցը շարունակվում է գյուղացիներից մեկի տանը։ Նա չի մերժում հրավերի առաջարկը։ Բարև ձեզ։ Չնախատեսված կանգառներ տարբեր համայնքներում, որտեղ մարդիկ հավաքվում էին զրույցի ընթացքում, շատանում ու ցանկանում էին լսելի դարձնել իրենց ձայնը։ Գրեթե բոլոր համայնքներում հարցերի շրջանակը մեծ է, պատասխանները սպառիչ։ Չնայած անբարենպաստ եղանակին ու անձրևին, գյուղացիները Գագիկ Ծառուկյանին սպասում էին նաև Նալբանդյան գյուղում։ Քանի որ առաջարկ Հայաստան ծրագիրը կազմա ոչ թե նստած կաբինետներում ծրագիր կազմեն, այլ հիմնական ցանկացած ոլորտի մարդիկ պետք է ներկայացնեն իր խնդիրը, խնդրեմը, դարդ ու ցավը, որ դրա լուծումները մենք գրենք։ Դուք ներկայացնելու եք, ասելու եք ձեր խնդիրը որն է, մենք այդ ծրագիրը կազմենք եւ մեր ասածին մենք տեր լինենք։ Հիմա ձեր խնդիրը որն է, ինչ խնդիր ունեք, ինչ խնդրեմ կա։ Նալբանդյան համայնքում երիտասարդները Գագիկ Ծառուկյանին նաև սպորտի վերաբերյալ հարցեր ունեն։ Պարոն Ծառուկյան, ես ինքը սպորտսմեն եմ, քիքբոքսեր եմ, պարապում եմ բոքս, քիքբոքս, գյուղում չկա նորմալ սպորտային զալ, որ պարապենք մեր ապագա սերունդը ավելի կոփեն, գնում հասնում ենք Երևան, ով հնարավորություն ունի հասնում է, ով չէ, կոպիտ ասած չի կարողանում պարապի, մենք են նորմալ տեն զալ չունենք։ Պետք է լինի առողջ երիտասարդություն, եթե չկա առողջ երիտասարդություն, ուրեմն չկա ապագա։ Իմ պայքարը թմրամոլության դեմ է, որ դա պետք է ազգովյանենք, ժողովուրդ, ամենակ իմ խնդիրը չի։ Բոլորի խնդիրն է, երեխան դպրոց է գնում, արդեն տնեցիները անհանգստանում են։ Դա իմ խնդիրն է, ձեր խնդիրն է, ուսուցչի խնդիրն է, պետության խնդիրն է, որ բոլորը պետք է հետևեն, ասել եմ, ցանկացած մարդ պետք է մտահոգ լինի։ Աստված չանի իր տունը մտնի, դա չարիք է, դա դեմ պետք է ազգովի պայքարենք, իսկ եթե նարսու ստեղծումա պարապելու համար, պետք է գնանք պարապեն, կարգին մարդ դառնան, չեմպիոն դառնան, մեր ազգի պատիվը պահեն։ Օրը նովա է։ Դες աղբերս էլ է չեմպիոն, տեսել ես, ինչ բոյերան, կեզ կարոտել էի, գյուղում իրար հետ լավ եղեք։ Այն ինչ որ կա նեղվածություն, թշնաման, մեկը չի խոսում։ Այսօր սաղ թապեկյան թող գնա։ Իրար հետ հաշ, համերաշ, մի գյուղում, իրար կողք եղեք։ Գյուղում զբաղմունք ու աշխատանք չլինելու պատճառով բուհն ավարտելուց հետո երիտասարդներից շատերը հեռանում են, գյուղերը գնալով դատարկվում են, ասում են գյուղացիները։ Առաջարկ Հայաստանի ծրագիրը մեկ-մեկ նայում եմ, իհարկե ժամանակ չունեմ բոլորը նայեմ, ուզում եմ ինչ միջոցներ ձեռնարկենք, որ մեր գյուղը կանանք պայման գյուղ, որտեղ իմ տղան այսօր մտածում է Երևանում, Գիտեմ, ժողովրդի կերակրողը, սահման պահողը գյուղացին է, այսօր թանկություն է, որովհետև 480,000 հեկտարից 140-ն է մշակվում։ Պետք է լինի գյուղնախարարություն, պետք է լինի երկարաժամկետ ծրագիր։ Մեր խնդիրն է դա, մեր գյուղացիների խնդրանքը, որ ծրագիր լինի, որ մեր գյուղի մեր երեխաները կարողանան կապնվեն հողին, բոլորը գնում են Երևան։ Դրա համար գյուղերին ուշադրություն պետք է դարձվի։ Երևանում ոնց մեղր դրած չի ցավը տանը։ Գնում օրը աշխատանքով աշխատելով 15,000 դրամ փող առնում, բայց ցանկացած մարդ ուզում է իր ծնողի մոտ լինի, իր հարազատի կողքը լինի, իր շրջապատի հետ լինի։ Կարևորը դուքները տեղը պահեք, իրար հետ մի մարդ եղեք, մնացածը սաղ լավ կլինի։ Ու իրար հետ ջերմ եղեք։ Նոր արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ երկրի տնտեսության զարգացման համար Գագիկ Ծառուկյանը մատնանշում է խոշոր ծրագրերի ու ներդրումների իրականացման անհրաժեշտության մասին։ Ըստ նրա, նման ծրագրերի առկայության պարագայում պետությունն առաջընթաց կգրանցի։ Մեր երկրում անհրաժեշտ է ամենակարևորը 2-3 խոշոր ներդրումային ծրագիր մեր երկրի համար, որ դա կարողանա արդյունք բերի։ Փոքր-մոքր գործերով պետությունը չի հզորանա։ Ես հազարակ մի բան ասեմ ձեզ, որ Հիսուսի արձանը Հայաստանում դնենք, որ 20 միլիոն մարդ կա տուրիստ նայելու,
Եթե ամեն տուրիստը ծախսի 1500-ից 2000 դոլար, կազմա 40 միլիարդ։ 40 միլիարդը մնալու է այս երկրում։ Դուք ու խաղողն էլ կառնեն, դեղսն էլ կառնեն, այն մյուսի հացն էլ կառնեն, այն մյուսը կմնա երկրում, բյուջեն կլինի երկրում, էլի մարդիկ կգան, ձեր ցավը տանեմ։ 3-4 խոշոր հիմնական ծրագիր է պետք։ Մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, հյուրասեր ժողովուրդ է, ժողովուրդը հարուստ է, պետությունը հարուստ է, ժողովուրդը աղքատ է, պետությունը աղքատ է, դա քու ժողովուրդն է, քու երկիր պահողն է, պետք է կարողանաք ուշադիր լինեք, այդ գյուղը որ հավաքվում եք, իրար հետ քննարկեք, ձեր ցավը տանեմ։ Ժողովրդին սա խափել են ախր է։ Դժվար բան չկա, հարկավոր է միավորվել, ով կարա անի, նա պետք է անի։ Գյուղացիներին հետաքրքրում են նաև անվտանգային հարցերը։ Գագիկ Ծառուկյանը հիշեցնում է դեռ ամիսներ առաջ հրապարակած իր երաշխավորված խաղաղության կոնցեպտը։ Ես ասում եմ այսօր մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորված խաղաղություն։ Ասում են խաղաղություն, եղբայր ջան, խաղաղությունը ո՞րն է։ Սարերի գլխին նստած թելադրում են, այս պետք է տակ, այս պետք է անեք, այս պետք է հանեք, 300,000 հոգի պետք է կան ստե բնակվեն, հələ թող մեկը գնա Բաքու ասի, այս մեր տունն է եկել եմ։ Եղբայր ջան, չի գալի։ Գագիկ Ծառուկյանի հաջորդ չնախատեսված կանգառը Նոր Կեսարիա գյուղում է։ Այս վարկերի համար, այս գյուղացի վերքին կանելու, այս 17-20% վարկերով մենք կյանքում երբեք հալի չենք հասնի։ Եթե այսօր 15 միլիարդ պետությունը պարտ կա, դրանից մի կոպեկ ստացել ես, պետք է ձեր մեկնվի, պետությունը պետք է քայլ կատարի, հնարավորություն տա ժողովրդի ցեղից դուրս գալու։ Հանդիպումը մարզում ավարտվում է Նոր Կեսարիայում կառուցված Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ անմահացած հերոսների հուշահամալիրի մոտ։